Կյանքում քանի անգամ եք ներգրավել անիմաստ քննարկումների մեջ, աշխատանքի մեջ գտնվող այդ քննարկումները, երբ գործընկերոջը պարզապես չցանկացան լսել նրա փաստարկները, կամ մի ընկերոջ հետ, ով պնդում էր տեսանկյունից, նույնիսկ այն դեպքում, երբ վստահ եք, որ ճիշտ եք, ընտանեկան կռիվներ, երբ զգացմունքները ստանձնեցին, բառերը դուրս եկան առանց վերահսկողության և խաղաղությունը ավելի հեռու էր թվում, խոստովանում եմ, որ ես եղել եմ այս անթիվ ժամանակների միջով, ես նման էի, որ ես պետք է ապացուցեմ, որ ցանկացած գնով ճիշտ եմ, պաշտպանելով իմ կարծիքը մինչև վերջ, նա կարծում էր, որ եթե նա չքննարկի, նա չի լսվի կամ չի հարգվի, ինձ համար ճշմարտությունն արժեր ավելին, քան հարաբերությունները, մինչև որ կյանքը ինձ սովորեցրեց սխալների միջոցով, որ սա լավագույն մոտեցումը չէր։ Մի օր ինչ-որ բան փոխեց իմ հեռանկարը մարդկանց և հավիտյան քննարկումների վերաբերյալ, պատկերացրեք հետևյալ տեսարանը։ Դուք նստած եք սեղանի շուրջ և ինչ-որ մեկը սկսում է վիճել ձեզ հետ, սկզբում նա հանգիստ պատասխանում է, այնուհետև մի փոքր բարձրանում է իր ձայնը, նրա փաստարկները ավելի երկար են և բարձրաձայն երանգը, հանկարծ նա գիտակցում է, որ մյուս անձը նույնիսկ լսում է, նա պարզապես ակնկալում է, որ նա ընդհատելու է նրան, հիասթափությունն աճում է, և դուք զգում եք, որ անօգնականությունը չհասկանալու համար, իսկ զգացմունքները միայն ուժեղանում են, ես եղել եմ այս իրավիճակում։ Ես հիշում եմ աշխատանքի դրվագը, մի գործընկեր և ես քննարկեցի նախագիծ և վստահ էի, որ իմ մոտեցումը լավագույնն էր, ներկայացրեցի տվյալները, վերլուծություններ ցույց տվեցի, մինչ նա պաշտպանում էր իր տեսակետը, մենք դրա մեջ 2 ժամ անցկացրեցինք։ Արդյունք, նախագիծը չի առաջադիմել, և ես դուրս եկա այնտեղից և զայրացած, այդ ժամանակ ես հասկացա։ Քննարկումները խնդիրներ չեն լուծում։ Նրանք ստեղծում են դրանք։ Բայց ահա արժեքավոր հայտնագործություն։ Կա մի պարզ, համարյա կախարդական արտահայտություն, որը կարող է օգտագործվել ցանկացած հակասական իրավիճակում, ոչ մի գոռոցներ, ոչ մի ճնշում, ոչ համառ, նա ստիպում է, որ մյուս մարդը դադարի վիճել, դրանից ավելին։ Այն վերափոխում է զրույցի տրամադրությունը, պահպանում է փոխադարձ հարգանքը և տեղահանում է իրական երկխոսության համար, դա կախարդություն չէ, բայց իմաստություն, որը ես կուտակել եմ տարիների ընթացքում, դիտում եմ մարդկանց, սովորելով իմ սեփական սխալներից և լսում էի նրանց, ովքեր ինձանից շատ ավելին են ապրել։ Պարզապես պատկերացրեք։ Դուք պատրաստվում եք բախվել, երբ մեկ նախադասությունը փոխում է ամեն ինչ, անձը կանգ է առնում, լռում է, երբեմն նույնիսկ անակնկալ կերպով նայում է ձեզ, և հետո կարող եք ճիշտ ժամանակին բացահայտել ձեր տեսակետը, դա զարմանալի է թվում, բայց աշխատում է։ Այս արտահայտությունն է, ես հասկանում եմ ձեր տեսակետը, պարզ, այնպես չէ, բայց հենց այս պարզությունն է, որը ձեզ ուժ է տալիս, դա ասելով, հարգանք եք ցուցաբերում, ճանաչում է մյուսի իրավունքը, առանց սեփական դիրքից հրաժարվելու։ Երբ ես առաջին անգամ լսել եմ դա ավելի փորձառու ընկերոջից, ես թերահավատորեն էի վերաբերվում, ես մտածեցի. Եթե չես պաշտպանում իմ պատճառը, ես լուրջ չեմ ընդունի, բայց նա ինձ ասաց մի բան, որը նշանավորվեց։ Ես որոշեցի փորձել դա, և արդյունքները զարմացան ինձ։ Աշխատանքի ընթացքում գործընկերոջը հարցաքննել է ծրագրի յուրաքանչյուր մանրուք, նախկինում ես կմտնայի պաշտպանողական, փորձելով ապացուցել իմ իրավասությունը թվերով և հետազոտություններով, այս անգամ, սակայն, ես պարզապես ասացի. Ես հասկանում եմ ձեր տեսակետը, նա կանգ առավ, նա նայեց ինձ, կարծես ավելի շատ սպասեր, բայց ես լռեցի, մի քանի վայրկյան անց նա հանգիստ վերսկսեց խոսակցությունը, քննարկելով գաղափարները, իր կամքը պարտադրելու փոխարեն։ Ընտանիքում քույրս միշտ համառ է եղել, մենք կարող էինք արձակուրդային ժամեր անցկացնել արձակուրդի նպատակակետից մինչև երեկույթի մենյու, նախկինում ես պնդում էի համոզել, որ իմ առաջարկությունն ավելի լավն էր, բայց արդյունքը միշտ նույնն էր։ Հիասթափությունն ու տարաձայնությունը, մինչև այս իրավիճակներից մեկում ես օգտագործում էի նախադասությունը, նա կանգ առավ, մենք նստեցինք, զրուցեցինք հանգստության հետ և համաձայնության եկանք, մի նախադասություն փոխեց դինամիկան, ինչը թույլ է տալիս մեզ լսել և ներդաշնակ պահել։ Մի քանիսի համար դեռևս կա ավելի անձնական և թերևս ցավոտ օրինակ, երբ կորցրեցի սիրելի մարդուն, 10 շատ 10։ Նրանց տրվել է խորհուրդներ, քննարկում, թե ինչպես առաջ շարժվել, ինչ անել, ինչպես արձագանքել, ես խոցելի էի, և յուրաքանչյուր բառ վնասում էր, այդ ժամանակ ես հասկացա։ Երբեմն մարդիկ վիճում են պարզապես այն պատճառով, որ չգիտեն ինչ ասել, վրեկ կանաչելով ձեր հույզերն ու կարծիքները առանց դատաստանի, ամեն ինչ ավելի թեթև է դառնում, երբ ես ասացի. Ես հասկանում եմ ձեր տեսակետը, կլիմայը սիրում էր դա, մարդիկ սկսեցին լսել իրենց, և ես զգացի ներքին թեթևացում։ Ինչու է աշխատում այս արտահայտությունը, քանի որ քննարկումների մեծամասնությունը ինքնին ճշմարտության մասին չէ, այլ ճանաչվելու ցանկության, արժեքավոր զգալու մասին, մարդիկ ուզում են լսել, երբ ասում եք. Ես հասկանում եմ ձեր տեսակետը, նա իրականում ասում է, ես լսում եմ քեզ։
Ես հարգում եմ քեզ, այս պահին հակամարտության էներգիան վերափոխվում է, մյուս մարդը զգում է, որ նա հասկացել է, և այլևս կարիք չունի որևէ բան ապացուցելու։ Բայց կա վճռորոշ մանրամասնություն։ Դատավճիռը միայն ազդեցություն է ունենում, եթե անկեղծ է, եթե դուք ասում եք այն մեխանիկորեն, առանց իրական կարեկցանքի, մյուս մարդը կընկալի կեղծիքը և արդյունքը կլինի անվավեր, գաղտնիքը բառերով չէ, բայց նրանց հետևում վերաբերմունքի մեջ ուշադրություն, հարգանք և իսկապես լսելու ունակություն։ Ես օգտագործում եմ այս մեթոդը ամեն օր, և օգուտներն անցնում են անձնական հակամարտություններից, մասնագիտական բանակցություններում, աշխատանքային հանդիպումներ կամ նույնիսկ ամենօրյա իրավիճակներ, էֆեկտը նույնն է, մարդիկ գալիս են լսելու։ Հաշվի առեք ձեր կարծիքը, և դուք հանգստություն և վստահություն եք պահպանում։ Ժամանակի ընթացքում ես իմացավ, որ քննարկումը էներգիա է վատնում, կարելի է փորձել զսպել ջուրը։ Որքան գոռում եք, միակ բանը, որ կարող եք անել, իրական ուժը իմանալով, թե ինչպես լսել մյուսը, առանց չեղյալ հայտարարելու, և սա ավելին, քան ցանկացած փաստարկ, կառուցում է ամուր հարաբերություններ և շրջակա միջավայրի փոխադարձ միջավայր։ Իրավիճակը վերահսկելը փորձելը նման է ձեր ձեռքերում ջուր պահելուն։ Որքան ձգտում եք, այն միշտ վազում է ձեր մատների միջև, դատարկ քննարկումների վրա ծախսված էներգիան կարող է ուղղվել շատ ավելի արժեքավոր մի բանի։ Կառուցողական երկխոսություն, որտեղ նպատակը չի կարելի հաղթել և հասկանալ, և ահա մի մանրամասնություն, որը բոլոր տարբերությունն է դարձնում։ Ես հասկանում եմ ձեր տեսակետը ասելով, ընդմիջում եղեք, լռությունը մի լրացրեք բացատրություններով կամ փաստարկներով, մի շտապեք արդարացնել ձեր դիրքը, պարզապես մյուս անձին մի քանի վայրկյան տվեք այն բանի համար, որ նրանք լսվեն։ Էֆեկտը զարմանալի է, մի քանի պահի դրությամբ դուք կնկատեք փոփոխություն։ Անձը կամ հանգստացնում կամ վերսկսում է զրույցը ավելի հանդարտ տոնով, դա այն է, որ մեծ մասը, այն ինչ մարդիկ փնտրում են, բանավեճում հաղթանակ չէ, այլ այն զգացողությունը, որ իրենց խոսքերը արժեք ունեն։ Կյանքում մենք անընդհատ բախվում ենք անհատների, որոնք վճռական են ապացուցել, որ դրանք ճիշտ են ցանկացած գնով։ Եթե այս վեճի մեջ եք մտնում, տարիներ կանցկացնեք մարտերի վրա, որոնք ոչ մի տեղ չեն տանում, բայց եթե սովորում եք լսել, ճանաչել մյուսի հեռանկարը և օգտագործել այս պարզ արտահայտությունը անկեղծությամբ, դուք կպահպանեք ձեր ներքին խաղաղությունը, ձեր հարաբերությունները և հարգեք ձեզ։ Հետևաբար, իմ ամենակարևոր խորհուրդը հետևյալն է՝ մի ձգտեք միշտ ճիշտ լինել։ Երբեմն իմաստությունը վիճելն է, բայց լսելու մեջ, երբեմն ուժը լռում է և հասկանում է։ Հաջորդ մասում ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես կարելի է կիրառել այս մոտեցումը առօրյա կյանքում։ Ինչպես այն կարող է վերափոխել ձեր հարաբերությունները, ձեր աշխատանքային միջավայրը և նույնիսկ այն ձևը, որ կտեսնեք։ Ես նաև կբաժանեմ գործնական խորհուրդներ այս սովորությունը բնական դարձնելու համար, որպես երկրորդ բնույթ, և հավատացեք ինձ, դա պարզապես խոսքեր չէ, այն փոքր, բայց հզոր, հազարամյակի իմաստություն է, փորձարկված և ապացուցված սերունդների կողմից, որոնք հասկանում էին, որ իրական հետախուզությունը հաղթելու մեջ չէ, բայց միացնելը։ Հիմա մենք գալիս ենք այս խոսակցության փակմանը, մենք վերլուծում ենք որպես մեկ նախադասություն։ Ես հասկանում եմ ձեր տեսակետը կարող է փոխել ցանկացած քննարկման ընթացքը, մենք տեսանք իրական օրինակներ մասնագիտական իրավիճակներից մինչև ինտենսիվ հուզական պահեր, որոնցում այս բառերը խուսափում էին կոտրվածքներից և կառուցված կամուրջներ, բայց ամենակարևորը հասկանալն է, որ այս արտահայտությունը միայն մի շարք բառերի մեջ է, այն կեցվածքն է կյանքի նկատմամբ։ Երբ ասում եք ես հասկանում եմ ձեր տեսակետը, ասում է նա, որ գիտի, թե ինչպես իսկապես լսել, դա հարգում է մյուսի նկատմամբ, նույնիսկ եթե դա համաձայն չէ, և հենց այս հարգանքն է, որը դառնում է հիմք ցանկացած առողջ հարաբերությունների համար։ Միգուցե դուք մտածում եք. բայց ինչ կլինի, եթե մարդը չարաշահի դա, ինչ անել, եթե նույնիսկ ավելի շատ են սեղմել։ Ես հասկանում եմ ձեր մտահոգությունը, այստեղ բանալին իսկությունն է, այս արտահայտությունը գործում է միայն այն ժամանակ, երբ այն գալիս է սրտից, ոչ թե որպես մանիպուլյացիայի ռազմավարություն կամ պաշտպանական վահան, այն չպետք է օգտագործվի վերահսկելու համար, բայց հասկացողություն ստեղծելու համար, որքան ավելի շատ եք զբաղվում անկեղծ լսելով, այնքան ավելի շատ գիտակցում ես, թե ինչպես են շրջապատի մարդիկ սկսում փոխել, ոչ թե պարտադրմամբ, այլ ազդեցությամբ։ Ես ինքս անցա այս վերափոխման միջով, սկզբում ես կարծում էի, որ քննարկումների հանձնումը կորցնում էր, բայց կյանքը ինձ սովորեցրեց ինչ-որ այլ բան։ Անհաջողություն չտալը, ձախողումը էներգիա է ծախսել հակամարտությունների վրա, որոնք ոչնչի են հանգեցնում, երբ հասկանում եք միմյանց, երբ դա հարգում է, այն շատ ավելի մեծ բան է շահում։ Վստահություն, հանգստություն, ներդաշնակություն և ներքին ազատություն, որը չի կարող որևէ բանավեճ առաջարկել։ Թույլ տվեք կիսել և սմեք արտացոլում, մենք հաճախ վիճում ենք նրանց հետ, ում սիրում ենք։
Գործընկերներ, երեխաներ, ծնողներ, ընկերներ, այս պահերին նույնիսկ ավելի շատ կարևոր է իմանալ, իջեցնել ձայնը և մի կողմ թողնել ճիշտ ապացուցելու անհրաժեշտությունը։ Այս պարզ արտահայտությունը հզոր գործիք է այս իրավիճակներում։ Այն ստիպում է մարդկանց կանգնեցնել, լսել և ամենից առաջ զգալ, որ դրանք նույնպես լսվում են, և հետո իսկական իմաստությունը ստում է։ Մարդիկ չեն վիճում ճշմարտության որոնման մեջ, բայց փնտրում են կարևոր զգալ, երբ վավերացնում եք նրանց կարծիքը։ Ոչ միայն նվազեցնում է լարվածությունը, այլև տեղ գտեք իրական երկխոսության համար մեկը, որը մոտենում է վիրավորելու փոխարեն։ Ժամանակի ընթացքում ես սովորեցի ևս մեկ դաս. հանգիստը վարակիչ է, եթե հանգստություն եք պահում, նույնիսկ լարվածության ժամանակ, մյուսները այլ կերպ են արձագանքում, նրանք դադարում են գոռալ, սկսել լսել և հաճախ նույնիսկ հրաժարվել համառությունից, պարզապես այն պատճառով, որ նրանք գիտակցում են, որ դուք չեք կերակրում հույզերի կրակ, սա է իրական հաղթանակը։ Ոչ թե մյուսի, այլ իրենց արձագանքների մասին, յուրաքանչյուր քննարկում մուտք գործելու հորդորի մասին։ Ես ուզում եմ, որ դուք կենտրոնական գաղափար պահեք։ Կյանքը շատ կարճ է, որպեսզի ծախսվի անիմաստ կռիվների վրա, ապացուցելով, որ դա ճիշտ է, որտեղ դա ոչ մի նշանակություն չունի։ Իրական ուժը գիտի, թե ինչպես լսել, հարգանք ցուցաբերել, իմաստուն և հանգիստ լինել, գործնականում այս նախադասությունը ամեն օր։ Սկզբում դժվար է դժվար լինել, մանավանդ, եթե սովոր եք վիճել, բայց ժամանակի ընթացքում դա կնկատի փոփոխությունները։ Ավելի քիչ սթրես, ավելի քիչ շփում, ավելի մեծ վստահություն և ձեր շրջապատի մարդկանց համար։ Սա կախարդական չէ։ Դա ժամանակի ապացուցված է, և ահա մի վերջին խորհուրդ։ Մի սահմանափակեք ինքներդ ձեզ բառերով, լսեք ձեր աչքերով, ձեր սրտով, ճշմարիտ փոխըմբռնումը դուրս է գալիս նախադասություններից, դա իսկական ուշադրություն է, դա իրական հետաքրքրություն է մյուսի նկատմամբ, այսպիսով ես հասկանում եմ, որ ձեր տեսակետը դառնում է շատ ավելին, քան արտահայտությունը կամուրջ է դառնում ձեր և մարդկանց միջև, երբեք պատ չկա։ Այսպիսով, ինչ ենք սովորում այսօր, այդ քննարկումները խնդիրներ չեն լուծում։ Նրանք ստեղծում են դրանք, որ պարզ արտահայտությունը կարող է դադարեցնել կոնֆլիկտը և շրջել տրամադրությունը ձեր շուրջը, այդ անկեղծությունն ու հարգանքն են այն, ինչ նրանք ուժ են տալիս այս խոսքերին, այդ ճշմարիտ իմաստությունը ոչ թե հաղթելու մեջ է, այլ հասկացողության մեջ, և այդ հանգիստն ու ուշադրությունը ուրիշների վրա են այն ուժը, որը կառուցում է հարաբերություններ և պահպանում է նրանց ներքին հավասարակշռությունը։ Եթե այս խորհուրդը լրջորեն ընդունեք, ես երաշխավորում եմ։ Ձեր կյանքը կլինի ավելի թեթև, ձեր ուժեղագույն պարտատոմսերը և ձեր ազատ էներգիան, դուք կդադարեցնեք դավատնել դատարկ հակամարտություններում և այն ներդնելու է այն, ինչ իրականում կարևոր է ստեղծել, տոնել և հասնել զգալի բաների։ Վերջապես, փոքր, բայց արժեքավոր հիշեցում։ Մի ակնկալեք ծայրահեղ իրավիճակներ այս սկզբունքը կիրառելու համար, սկսեք փքուղում։ Հեշտ բաներ, աշխատանքի մեջ, մի գծի, ընկերների հետ, սոցիալական ցանցերում, գնացքի ունկնդրությունը, գործնականում հասկանալ և դիտարկել, թե ինչպես նաև աստիճանաբար ձեր շրջապատի աշխարհը վերափոխվում է։ Եթե այս բովանդակությունը ռեզոնանսվել է ձեզ հետ, եթե ցանկանում եք այսպիսի ավելի գործնական խորհուրդներ, պատմություններ և արտացոլումներ, հետևեք ալիքին, թողեք ձեր նման և կիսվեք նաև այս իմաստությունից, հիշեք, իրական փոփոխությունն այն չէ, ինչ մենք ասում ենք, բայց ինչ ենք անում, ամեն անգամ, երբ այս արտահայտությունն օգտագործում եք մտադրությամբ, դուք քայլ կունենաք ինքներդ ձեզ, ավելի ներդաշնակ հարաբերությունների և ավելի իմաստալից կյանքի լավագույն տարբերակին։ Շնորհակալ եմ այստեղ գտնվելու համար, պրակտեք նշեք, սովորեք և տեսեք, թե ինչպես է ձեր շրջապատի ամեն ինչ սկսում կատարելագործվել, մինչև հաջորդ անգամ, որտեղ մենք կշարունակենք ուսումնասիրել այս պարզ, բայց խորը իմաստությունը, որը դիմադրեց ժամանակին և շարունակում է կյանքը վերածել։